Բարի լույս եւ բարի առավոտ իմ շատ սիրելի հետևորդներ ջան եւ բարի լույս ասեմ դրսում ապրող բոլոր մեր հայությանը, ովքեր դիտում եւ սպասում են մեր հոլովակին։ Ես երկու օր հոլովակ չէի նկարում, չէի կարողանում նկարել ժողովուրդ, որովհետեւ ճնշում ունեմ, արդեն քանի օր է ճնշումս բարձրանում, նաեւ աչքերից սա երևում։ Դեղը խմում էի, նոր դեղից հետո ճնշումս իջնում էր կամաց, ու այսպես ամեն առավոտ արթնանում էի, գլխացավի հետ մեկտեղ ճնշում, չէի կարողանում որ հոլովակ նկարեի։ Հիմա այսօր պատրաստվել եմ, տղայիս հետ գնում եմ բժիշկի, գանգատներս բժիշկիս կասեմ եւ արդեն իմ դեղերը, սիստեմաները կնշանակի, կգամ տունը կսրսկվեմ հարգելիներս, ու սա առաջին անգամ չի, ասեմ, այս գլխապտույտներ եւ գլխացավեր ունեցել եմ ժողովուրդ ջան, բայց այդպես ճնշումս որ բարձրանում է, դա չեմ ունեցել, միշտ նորմի մեջ այլ եմ, բայց գլխապտույտներն ու գլխացավեր ունեցել եմ, ու սիստեմաներով գարուն, աշուն ստացել եմ, կլինեն մարդիկ, որ ծանոթ են այս երևույթին։ Հիմա այն որ ասում եմ մի քիչ որ լավ ենք զգում, չենք ուզում գնանք բժիշկի, բայց արդեն չէ։ Պիտի գնամ, հիմա այսօր պատրաստվել եմ որ գնամ բժիշկի, հարգելի հետևորդներ ջան, ասի մի հատ ձեզ ողջունեմ, որովհետև գնամ գամ, իմ դեղերս ստանամ, իմ սիստեմաներս ստանամ, որ ես կարողանամ գեղեցիկ հոլովակներ նկարեմ, իմ լավ հետևորդներ ջան։ Այսօր էլ առավոտյան արթնացել եմ, ինչ տեսնեմ, լուսամուտից դուրս, ձյուն ա եկել ժողովուրդ ջան, մեզ մոտ ձյուն ա եկել, բայց ափսոս որ կհալի, որովհետև երկար չի մնում մեր մոտի ձյունը, բայց որ նայում ես այդ մաքրությանը, դու լավ ես զգում ժողովուրդ, 4 կողմդ մաքուր դրսում ելնում ես, դեռ չի հասցրել որ հալի, բայց անպայման կհալի, որովհետև մեզ մոտ այսպես երկար ձյուն չի լինում, ու ուզում եմ ցույց տամ, չկարողացա որ եղունգներս չքսեի ժողովուրդ ջան, նայեք նորից գնացել եմ 3 ուշ երեկոյան աղջիկս կանչելա Արթուիս մամարի եղունգները սարքեմ, սա էլ ցույց տամ, գնացի որ կտրեր նորից հաներ, ասես չէ պիտի անպայման սարքեմ, դե ժողովուրդ, ուրեմն ասեմ Վարդուս հետ եմ գնում բժիշկի, իմ Վարդուիս ավարտել է քույրականը ու դրա հետ միասին անում է սրսկումներ, հիմա իմ այս ամբողջ սիստեմաները իմ աղջիկն անում, այդքանը։ Մի հատ էլ սենց ձյունը նկարեմ, որովհետև արդեն տղայիս մեքենան եկավ, տղաս ինձ է սպասում, որ գնանք Վարդուս էլ վերցնենք ու գնանք ժողովուրդ։ Ուզում եմ այս ձյունը ցույց տամ, հրաշք։ Թող մի քիչ մարդիկ էլ այսպես ցան նման մաքուր լինեն։ Ոչ թե միշտ ձևանան, որ իրանք լավն են, այնքան լավն են, այնքան բարի են, բայց իրականում այդպիսին չեն։ Մեր այգին շատ սիրուն է, թե գարնանը, թե ամռանը, թե աշնանը, թե ձմռանը, ժողովուրդ, իրոք շատ սիրուն է, շատ։ Մի քիչ էլ այսպես առաջանամ, չնայած որ տղաս սպասում է ինձ։ Բայց տակել է, այդքան էլ ցուրտ չի, արդեն հալում, ափսոս, Էլենս էլ առավոտյան արթնացել է, ուրախացել է, շատ, դե երեխեքն էլ են ուրախանում, մենք էլ ենք մեծ, բայց էլի ձյունը որ տեսնում ենք, ուրախանում ենք։
Սա էլ իմ դեղերը, գնացի բժիշկի, նշանակած, բժիշկից նշանակած դեղերն է, բժշկուհուս ավելի ճիշտ, խմելու և ժողովուրդ նայեք սիստեմաների 5 օրվա դեղերա նշանակ է բժշկուհիս, 5 օր հետո նորից կգնամ մոտը, մի հատ իմ վիճակը կնայի, հետո պետք է արյան անալիզ էլ տամ, ընդհանուր մի հատ էլ արյան անալիզ տամ, առայժմ այսքանը 5 օրվա, սենց ասում ենք 5 օրվա, ժողովուրդ ջան, 5 օրվա դեղա, բայց այս 5 օրվա դեղը, ընդամենը այսքան դեղը 22,000 գումար կազմեց, ընդամենը 5 օրվա դեղ, դե բայց սա այդքան էլ էական չի, առողջությունից լավ բան չկա, սա էլ դնենք մի կողմ, այսօր գնումներն է, դե ճանապարհից այդտան խանութ շեղվեցինք խանութներով, ժողովուրդ բնականաբար տենց է, չէ, որ միտեղ ես գնում, սուրճ եմ վերցրել, աղալ եմ կրել, վերցրել եմ, դե մոտենում ա տրնդեզը, էսի տրնդեզի համար ուրեմն ինչ է էսի ժողովուրդ, էսի ցորեն է, հայք, դրա մեջ ցորեն է, այս գունավոր շարիկների մեջ ցորեն է, թաղցր կոնֆետ, այսպես ասեմ, ցորենապատ կոնֆետներ, սա էլ եգիպտացորեն է, պոպկոռն, հա, եգիպտացորեն էլի ճիշտ եմ ասում, դե վաղ մենք ասում էինք կուկուռուզ, սրան էլ էինք ասում կուկուռուզ, ես հիշում եմ, իմ մաման ցանում էր հենց այս նույն կուկուռուզից, փոխինձ եմ վերցրել, աղանձի համար ձավար, սպիտակ ձավար և կանեփ, այս էլ կանեփը, այստեղ էլ միրգ եմ վերցրել, խնձոր եմ վերցրել, խառ էլի ժողովուրդ, կաղամբ եմ վերցրել, բազուկ եմ վերցրել, դրանք արդեն տեղավորել էի, գազար եմ վերցրել, մի երկու հատ այդպես կիսաֆաբրիկատներ եմ վերցրել, սարդարանում եմ դրել, հիմա գնումներս տեղավորեմ, դե քիչ հետո արդեն ես իմ դեղերը կստանամ, ու բժշկուհիս ասեց, որ ամեն օր նույն ժամը պետք է ստանամ, ընդեղ գրացա դեղատոմսի մեջ, բոլորը գրացա, հիմա սպասեմ, Վարդուհիս կգա, միասին սուրճ կխմենք, ու այսօր էլ ուզում եմ ժողովուրդ մի հատ բորշ եփեմ, մի հատ տաք ջրալի բորշ եփեմ, միսը նախապես եփել էի, երեկ ես միսը եփել էի, հենա գազօջախին դրածա, հանել եմ, որ բորշ եփեմ, հիմա այս խոհանոցս մաքրեմ, իմ բորշը եփեմ, հետո անցնեմ իմ շարունակական գործին։ Ամբողջ ձյունը հալեց, առավոտը իմ այգին հեքիաթային էր, բայց հիմա որ նայեք, չէ, ձյուն չկա էլ, բորշի համար կաղամբ կտրտեցի, ինձ համար էլ մի փոքր աղցան պատրաստեմ կաղամբով, այստեղ ուրեմ պետրուշկա կա,
Տաղան արդեն լցրել եմ, հիմա տապակեմ մի փոքր շոքեր խաշվի, կարտոֆիլը լցնեմ, կարամ մտնել իրա տեղը, բազուկ, գազար, սա էլ կարտոֆիլը, այսօրվա բորշին ուրեմն ասեմ որոշել եմ հենց սենց մի հատ կարտոֆիլ, երկու մասանեմ, լցնեմ մեջը, ամենավերջում հանեմ տրորեն պատառաքաղով նորից լցնեմ մեջը։ Ես շատ ժամանակ ժողովուրդ ջան բան եմ անում, անցկացնում եմ քերիչով մի հատ կարտոֆիլ, այդպես լցնում եմ, բայց այս անգամ որոշեցի, որ հենց տապակեմ, էփած վիճակում նոր լցնեմ։ Որովհետև ինձ գրում են մեկնաբանություններում, որ կարող եք այդպես էլ անեք, այնպես որ խնդիր չունեք, հարգելի հետևորդներ ջան, լավ խորհուրդները միշտ էլ ընդունելի է։ Կոկիլն էլ արդեն լցրեցի, գազարներ քերիչով անցկացնեմ, համ աղցանի մեջ կլցնեմ, համ էլ բորշի։ Բազուկն էլ քերեցի, հիմա կանաչին էլ այսպես կողքը կտրեմ թողնեմ, որ հերթականությամբ արդեն լցնեմ։ Ասեք, որ սիրունաստացվե, ժողովուրդ ջան, հələ տեսեք, նուրբ ստացվե շատ։ Արդեն ջուրը լցրել եմ, հիմա ծածկենք, թող եռը։ Հիմա անցնեմ հիմա աղցանին, շատ բան չեմ լցրել, հարգելի հետևորդներ, աղը լցրեցի, մի փոքր էլ ձիթապտղի ձեթ լցնեմ, շատ չեմ ուզում, առնեմ, մի քիչ սև պղպեղ լցնեմ և լիմոնի սոկ։ Լավ խառնենք, որ հյութ հեղեղի։ Սա իմ աղցանը։ Հիմա սև պղպեղ էլ ավելացնեմ։ Վերջ, սա էլ դնենք մի կողմ ինձ համար։ Շատ քիչ եմ պատրաստում, ժողովուրդ ջան, որ չմնա։
Ասում եմ, կարտոֆիլները արդեն եփած է, հիմա հանեմ, տրորեմ, հետո ամենավերջում բազուկը լցնեմ, ժողովուրդ ջան, տեսնենք էլ մեկը որտեղ է թաքնվել, ո՞ր հարգել է։ Այսպես։ Հիմա 2 րոպեից արդեն գազօջախը կանջատել։ Այստեղ մաքրեմ, այսպես ամեն անգամ այս գազի կողքը կանգնելուց ժողովուրդ ջան, այսպես հապկում է։ Վերջ։ Շոտը գալիս այս կոֆեի, ես էլ ստենք այստեղ, պատրաստ անենք մինչև աղջիկը զգա։ Հարգելիներս, հիմա ինչ ենք պատրաստում, հալվա, արդեն ամեն ինչը վերջացրել ենք, հասել ենք հալվային։ Աղջիկս ուզում է տնական հալվա պատրաստի, դե այստեղ արդեն թավայով ալուրը լցրել է, ալուրը կպովի, հետո կավելացնի յուղը, ճիշտ է, Վարդուհի ջան։ Ճիշտ ես։ Էլի նկարես, հա։ Չեմ կարա որ քեզ չնկարեմ, Վարդուհի ջան։ Մամայի օգնականն է, մամայի օգնական։ Ինչ ենք անում հիմա, յուղ Վարդուհի ջան։ Ուրեմն ասեմ հարգելի հետևորդներ ջան, այսին ռուսական յուղն է, դեռ ունեմ, տեսեք, հենց սրանով էլ պատրաստում ենք, Սպաս, վրազում եմ, չէ, Վարդուհի ջան, այս ալուրը պրանել է, իմ երևի խոնավ էր, հա, հատիկներ չպիտի լինի, Էլեն ջան, մի հատ մաղա բեր, մաղա թեքել անցնենք հրայր, Քիչ, շատ է լավ, հա կարես, վերցնեմ, մի քիչ վերցրը հա դիրը տեղ, հա,
Լավ, թող հեսա մի հատ հալեմ։ Դենակ ինչա։ Հիմա այն հրսում շաքարի հոսես։ Մի հատ էլ լցնենք։ Հա, եկել շաքարի վեր։ Այս անգամ ուրեմ ժողովուրդ ընկույզը կտրտում է, սենց ամբողջությամբ լցնի հալվաների վրա։ Մեր հատիկ-հատիկ չի շարելու վրա։ Բայց լավ է ստացվել, ընտիր։ Ճիշտ է, մի փոքր նայեք, ալյուրի գնդիկներ մնաց, բայց շատ քիչ։ Վերջ, արդեն հալվաները պատրաստ է։ Երկուսը ընկույզով ենք արել, այն մեկն էլ առանց ընկույզի։ Այսօր էլ այսքանը, իմ լավ հետևորդներ ջան։ Ուզում եմ այսքանով ավարտեմ եւ բոլորիդ ասեմ ամենալավն ու բարին։ Դե Վարդուհիս էլ եկավ մեր տուն, իմ սիստեմաներն արեց, մեզ համար հալվա պատրաստեց, սուրճ խմեցինք Վարդուհուս հետ։ Դե ինչ, այսքանը, բարի գիշեր բոլորիդ եւ առողջ մնացեք։